Որ հարցը կոնկրետ։ Այն հարցը, որ օրինակ եթե առավոտյան հազարավոր ուսանողներ կտակվեն ֆիզիկայի խաչմերուկում, մտեղից դժվար է։ Հոսքերի տեսանկյունից ոչ մի բան չի զգալի։ Այսինքն եթե այսօր X քանակի մարդ տեղափոխվում էր Երևան, նույն X քանակի մարդը տեղափոխվելու է Երևան։ Հարցից կրկնում եմ, Երևան չէ, ֆիզիկայի խաչմերուկ։ Ֆիզիկայի խաչ մի րոպե։ Հայտնվում արդեն։ Մի րոպե։ Այսօր, երբ որ փոխադրում է իրականացվում համայնքից դեպի Երևան, կա հստակ ուղևորահոսք, ֆիքսված ուղևորահոսք։ Ուղևորահոսքի փոփոխություն տեղի չի ունենում։ Այսինքն, եթե դա իրականացվում է մարզային տրանսպորտի կողմից, բերվում է ֆիզիկայի խաչմերուկ, ֆիզիկայի խաչմերուկում տեղի է ունենում ուղևորային հոսքերի վերաբաշխում, այսինքն այն քաղաքացիները, որոնք ուզում են շարժվել տարբեր ուղղություններով, դա կլինի կենտրոն, դա կլինի կոմիտաս, պայմանական ուղղություններ եմ ասում, այդտեղից տեղի է ունենում վերաբաշխում եւ հոսքերի տեսանկյունից վերաբաշխման եւ ծանրաբեռնվածության դա ավելի դրական ազդեցություն է ունենում տրանսպորտային ծանրաբեռնվածությանը։ Հարցից կրկնում եմ, նույն ժամին հազարավոր ուսանողներ գալիս են։ Դուք չհասկացաք, թե չեք ուզում հասկանալ, կներեք։ Այդ նույն հազարավոր ուսանողները այսօր այդ տրանսպորտից օգտվում են, չէ՞, Երևանի։ Ուր են գնում։ Գնում են Պրոշյանինը գնում է բարեկամության մետրոյով Զեյթուն, իրանք մետրոյով կարող են հասնել դասի, մյուսը գնում է Մալացայով Փարաքար կամ տարբեր կետերում կարող են բեռնաթափվել եւ գնալ դասի։ Շատ լավ, այս դեպքում ֆիզիկայի խաչմերուկից այդ նույն տրանսպորտային երթուղիները, որոնք այսօր գնում հասնում են Երևան, Պրոշյան եւ Քասախ համայն, այդ երթուղիները որևէ տեղ չեն վերանում։ Այդ երթուղիներից դուք չեք լսում, չեք ընկալում, ինչ եմ ասում։ Ես ասում եմ, ֆիզիկայի խաչմերուկում տեղի է ունենում վերաբաշխում հոսքերի։ Դուք մենակ ուսանողներից եք խոսում, բայց կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գնում են աշխատանքի վայր, կան քաղաքացիներ, որոնք գնում են հիվանդանոց, կան քաղաքացիներ տարբեր ուղղություններով քաղաքացիներ կան։ Եվ այդտեղից տեղի ունեն վերաբաշխում ըստ ուղղությունների, եւ այդտեղ կան գործող տարբեր երթուղիներ, որոնք տարբեր ուղղություններով փոխադրում են իրականացնում։ Եվ օգտվելով տարբեր երթուղիներից ուսանողները, այլ կատեգորիայի քաղաքացիները, աշխատողները, չգիտեմ, հիվանդանոց հաճախողները, իր ուղղություններով հաճախողները, քաղաքացիները իրականացնում են իրենց փոխադրումը այդ կետից։ Մենք ներեցեք, հասկացա, որը մեկը հասկացել է։ Ինչ է։ Եմ հարցնում, ըստ էության երթևեկության ծանրաբեռնվածությունը չի թեթևանում։ Ինչի՞ չի թեթևանում։ Տեսեք, երբ որ դուք բոլոր հոսքերը բերում եք կենտրոնացնում եք պայմանական Երևանի կենտրոնում, ու այնտեղից եք վերաբաշխումը իրականացնում, թույլ տվեք վերջացնեմ։ Ու երբ որ դուք այդ հոսքերը տարբեր մասերում եք Երևանի մուտքերի մոտ եք կենտրոնացնում, վերաբաշխումը տեղի է ունենում այդ մուտքերի մոտ, եւ ծանրաբեռնվածությունը արդեն փոփոխվում է Երևանի տեսանկյունից, հոսքերի կառավարման տեսանկյունից լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Չէ, երբ որ միտեղ ես բերում կենտրոնից ու վերաբաշխում ես դեպի տարբեր ուղղություններով Երևանի դա մեկ իրավիճակ է, բայց երբ որ դու բերում ես Երևանի սահմանային շրջաններ, այսպես ասեմ, պերիֆերիա ես երբ որ բերում, վերաբաշխումը այդտեղից է տեղի ունենում հոսքերի, եւ հոսքերը ավելի կանոնակարգված են փոխադրվում։ Չեմ հասկացել եւ շարունակում հարցնել։ Նույն ժամին ուսանողները 25 համարի ավտոբուսով Պրոշյանից գալիս են։ Իջնում են օրինակ մեկը բարեկամության մետրոյով ագնում, մեկը կարող է Կիևյան կամուշ չհասած, մեկը Մանումենտա իջնում, Մանումենտով իջնում, տարբեր տեղեր իջնում են։ Հիմա բոլորը հայտնվում են ֆիզիկայի խաչմերուկում, որը ունի մի քանի տրանսպորտ այդ ժամին լիքը, այսինքն Երևանում մենք գիտենք տրանսպորտը չկարգավորված վիճակում։ Դա ինչու՞ ավելի լավ։ Ես դեռ չեմ հասկացել։ Վերաբաշխումը հոսքերի ոչ թե մեկ ուղղությամբ գալիս է դեպի Երևանի խորքը, Երևանի մետրո, այլ տեղի է ունենում Երևանի սահմանամերձ շրջաններում եւ ծանրաբեռնվածությունը դեպի Երևանի խորքը փոփոխվում է։ Դրա մասին է խոսքը։